Nasıl Karabağ girdiysek. Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը։ Եթե Լիբանանում Հեզբոլահի առաջնորդների սպանությունից եւ այդ կազմակերպության փաստացի գլխատումից հետո ենթադրելի էր, որ Իսրայելը կարող է նույնն անել այլ երկրների, մասնավորապես Իրանի դեմ, ինչը եւ տեղի ունեցավ, ապա Իրանի պատասխան հարվածից առաջին անգամ պարզ դարձավ, որ Իսրայելի տարածքն ու ենթակառուցվածքները նույնպես հասանելի եւ խոցելի են։ Եթե մինչև այս բախումը ենթադրելի էր, որ Հայաստանի տարածքը խոցելի է, ապա հիմա տարածաշրջանում ջնջվել են այնպիսի կարմիր գծեր, որ առաջ է գալիս հարցը. Իսրայելի եւ Իրանի տարածքներում եղածը ինչու չի կարող պատահել Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքում։ Եթե Իրանի եւ Իսրայելի տարածքում կարող է ամեն ինչ պայթել, ինչու չի կարող պայթել Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Ինչու եւ ինչպես է Թուրքիան իրականում ներգրավված Իրանի դեմ հարձակմանը, ինչու Ալիևի ձայնը չի լսվում եւ ամենակարևորը, ինչ է այս ամենը նշանակում եւ փոխում Հայաստանի համար։ Դիտեք իրական Թուրքիայի այս թողարկմանը։ Փաշինյանը Թուրքիա մեկնելու ճանապարհին Էրդողանի հետ գործընթացում գործնական ձեռքբերումներ չկան։ Տեղում մենք գործնական բազմաթիվ ձեռքբերումներ չունենք։ Թուրքական մեդիան քննարկում է հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի հայհոյանքները։ Küfür kelimeleriyle saldırıyorlar. Իսրայելի հարձակումն Իրանի վրա, ինչու է Թուրքիան ցանկանում Իրանի տապալումը, բայց միաժամանակ չի կարող դա թույլ տալ։ Hamaney'in öldürülmesi bir iki gün önce gündeme gelmişti. İsrail'i իրական թիրախը Թուրքիան է։ Թուրքիայում սարսափում են, որ Իսրայելի հովանավորությամբ կարող է ստեղծվել քրդական անկախ պետություն։ Nihai hedef Türkiye'dir diyen Bahçeli, Բաքվից հայերին մեղադրում են լրտեսություն անելու մեջ Իսրայելի օգտին Իրանի դեմ, բայց Իրանում զայրույթի էպիկենտրոնում հենց Ադրբեջանն է։ Yox, biz millət-i Türk'ük. Եվ վերջում հարցազրույց։ Այսօր Մեհմեդ Փոլաթել, ցեղասպանագետ Թուրքիայից։ Թուրքիայի ժողովականության պատճառը փոխհատուցման վախն է, բայց նաև Թուրքիան հիմա որևէ պատճառ չունի ցեղասպանությունը ճանաչելու համար։ Problem is right now the Turkish government so that there is no any urgent need to accept the Armenian genocide. Իրան-Իսրայել պատերազմին Թուրքիայի եւ թուրքական նախագիծ Ադրբեջանի մասնակցության ներգրավվածության եւ այդ պատերազմի հետևանքով Թուրքիայից եւ Ադրբեջանից Հայաստանին սպառնացող վտանգների մասին րոպեներ անց։ Մինչեւ այդ Փաշինյանը Անկարա մեկնելու ճանապարհին նախագահ Էրդողանի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքներ։ Այս վերնագրով թուրքական մեդիան պատմում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հերքել։ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Թուրքիա հանդիպելու Էրդողանին։ Գրիգորյանը չի բացահայտել հանդիպման օրակարգը, նաև այցի ամսաթիվը։ Նշվել է, որ Փաշինյանի վարչակազմը այցի մասին տեղեկություն կտրամադրի առաջիկա օրերին։ Հիշեցնում են, որ Փաշինյանը հունիսի 5-ին զանգել էր Էրդողանին, քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ տարածաշրջանային զարգացումները։ Այս ֆոնին Փաշինյանը նոր հայտարարություններ է արել Թուրքիայի մասին, Պրահայում ընթացող միջազգային անվտանգության թեմայով համաժողովի շրջանակում Հայաստանը փոփոխվող աշխարհում խորագրով քննարկմանը։ Վերջին տարիներին մենք կարողացել ենք բավական ակտիվ երկխոսություն ձևավորել Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Մի շարք հանդիպումներ ենք ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Այդ հանդիպումները եղել են կառուցողական։ Տեղում մենք գործնական բազմաթիվ ձեռքբերումներ չունենք, բայց երբ 3 տարի առաջ Հայաստանը ուզում էր իմանալ, թե ինչ դիրքորոշում ունի Թուրքիան որոշ հարցերի վերաբերյալ, մենք պետք է այդ մասին հարցնեինք երրորդ մի երկրի եւ հարցնեինք Թուրքիային եւ պատասխանը հետ բերեինք, բայց այժմ մենք ունենք ամիջական ամենօրյա կոնտակտ մեր հարևանների հետ եւ ես հույս ունեմ, որ այս գործընթացը համոզված եմ, ի վերջո այս գործընթացը
կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման եւ տնտեսական կապերի ձևավորման եւ այլն եւ այլն։ Իմ տպավորությունը եւ իմ կարծիքը հետեւյալն է, որ դա ժամանակի հարց է։ Իհարկե, այս ամենը կապված է ընդհանուր տարածաշրջանային օրակարգի հետ, բայց ինչպես ասացի, մենք հավատարիմ ենք մնայուն խաղաղություն մեր տարածաշրջանում հաստատելու գաղափարին եւ մենք վճռական ենք մեզնից կախված ամեն ինչ անելու։ Փաշինյանն իրենից կախված ամեն ինչ իսկապես արել եւ ասել է Հայոց ցեղասպանությունից մինչեւ Արարատ եւ պատմական Հայաստան։ Եվ այո, գործնականում փոխարենը ոչինչ չի ստացել Թուրքիայից։ Հենց այս օրակարգով է Փաշինյանը մեկնելու Թուրքիա։ Արցախն էր սահմանը փակ պահելու պատճառը, Արցախը օկուպացված է, սահմանը դեռ փակ է։ Հայոց ցեղասպանության մեղադրանքն էր թշնամանքի պատճառը, Փաշինյանը գտել է ցեղասպանության այլ մեղավորներ։ Թշնամանքը դեռ Արարատին նայելն էր խնդիրը, Փաշինյանն առաջարկում է Արագածին նայել։ Պատմական Հայաստանի ձգտումներից էր Թուրքիան վախենում, փոխարենը իրական Հայաստանն է Փաշինյանը առաջ տանում, բայց Թուրքիան դեռ չի հաշտվում Հայաստանի հետ։ Գուցե պատճառն այն է, որ Թուրքիային պարզապես այստեղ հայեր եւ Հայաստան պետք չէ, որոնց հետ էլ դեռ պետք է հաշտ ապրել, սահմանը բացել, որ տնտեսություն զարգացնեն, ինչը նշանակում է նաեւ բանակ, ինչն էլ նշանակում է, որ հայերը նպատակներ կունենան։ Թուրքիայի հաշվարկները Հայաստանից եւ հայերից ազատվելու մասին են։ Իհարկե, մյուս կողմից մենք տեսնում ենք Թուրքիայի պատրաստակամությունը, ցանկությունը եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության կան որոշ նրբություններ եւ մենք պետք է ապահովենք արդյունք եւ այդ նրբություններին անդրադառնանք եւ ես համոզված եմ կարողանանք տանել։ Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կտեսնի Փաշինյանը Անկարայում իր հնարավոր այցի ժամանակ։ Սպասել Թուրքիայից լուրջ եւ իրական քայլեր Հայաստանի ուղղությամբ այնքան էլ իրատեսական չէ։ Այդ քայլերի համար Թուրքիան Փաշինյանի այցի կարիքը չուներ։ Փաշինյանի այցը կարող է ցուցիչ լինել, որ նախ արտաքին գործերի նախարար Միրզոյանի մակարդակով Այնուհետև Փաշինյանի ձևակերպմամբ գործնական քայլեր Թուրքիայից չկան, եւ Փաշինյանի կառավարությունը եւս սկսում է ընդունել դա։ Փաշինյանն Էրդողանի եւ Ալիևի հետ ոտքի վրա շփվել է ահա այս կադրերում Տիրանայում մեկ ամիս առաջ։ Դրանից հետո զանգել էր Էրդողանին, բայց թուրքական ակնարկներից հետո եւ այդ ակնարկների փոխարեն ամենայն հավանականությամբ Անկարայում ուղիղ տեքստով կխոսեն։ Փաշինյանի հնարավոր այցից բացի թուրքական մեդիայում Հայաստանին առնչվող եւս մեկ թեմա կա։ Քննարկում են Հայաստանում Փաշինյանի արշավը եկեղեցու դեմ։ Սա անկասկած սպասելի էր։ Հայ եկեղեցու դեմ հարձակումը երբեք սոսկ ներհայաստանյան օրակարգ լինել չի կարող։ Ne oluyor biliyor musunuz? Ermenistan Başbakanı Փաշինյան Գիտեք թե ինչ է կատարվում։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանը աշխարհիկ պետության վերածելու համար։ Այնտեղ ամենայն հայոց կաթողիկոսի անունը ամբողջությամբ ճզգրիտ չեմ կարող ասել։ Գարեգին Բեի եւ Փաշինյանի միջև լարվածություն կա։ Bu şeyler din adamları. Evet. Din adamları işte Yunanistan'da da olduğu gibi, Kıbrıs'ta da olduğu gibi, Ermenistan'da da olduğu gibi bu siyasete çok fazla Հոգևորականները ինչպես Հունաստանում, Կիպրոսում, Հայաստանում եւս ներգրաված են քաղաքական պայքարի մեջ, ինչից վարչապետ Փաշինյանը եւ նրա կինը անհանգիստ են։ Այնուհետև բաց տեքստով պատմում են, թե ինչի մեջ են Փաշինյանն ու Հակոբյանը մեղադրում ամենայն հայոց կաթողիկոսին։ Պետք է նկատել, որ Հայաստանի մասին խոսելիս վերվում է Կիպրոսի եւ Հունաստանի օրինակը, որոնց հետ Թուրքիայի հարաբերությունները եւս ամենամեղմ ձևակերպմամբ խնդրահարույց են։ Եվ թիրախում այնտեղ եւս եկեղեցին է։ Փաշինյան diyor ki bu ortaya çıktığında katolikos olarak kalamaz. Փաշինյանն ասում է, որ կաթողիկոսը չի կարող կաթողիկոս մնալ։ Եկեղեցին նույնպես հայտարարություն է տարածել, նշելով, որ նրա մեղադրանքների հետևում հորինված բամբասանքներ են։ Olarak diyebiliriz katolikos konusunda. Kiliseden de açıklama yapıldı ki ya bunun arkasında dedikodu bu, bunu uyduruyor. Peki Փաշինյան için işte Avrupa'da evler aldı, Amerika'da evler aldı. İrականում Փաշինյանն է տներ գնել Եվրոպայում, Ամերիկայում, խլել Հայաստանի փողերը։ 2 haftadır Başbakan Paşinyan ile kilise birbirine süslenmiş
küfür kelimeleriyle saldırıyorlar. Երկու շաբաթ շարունակ վարչապետ Փաշինյանը եւ եկեղեցին այսպես միմյանց վրա հարձակվում են հայհոյանքներով։ Լուսագրերում փոքրինչ ուշ են նշում քննարկվող թեման եւ ահա կարող եք տեսնել, որ ռուհանի լիդեր, հոգեվոր առաջնորդ բառերը գրված են ճակերտներում։ Սա եւս ցուցիչ է։ Թուրքիայի դիրքորոշման ցուցիչն է, որ ամենայն հայոց կաթողիկոսի հոգեվոր առաջնորդ լինել չլինելու Փաշինյանի մոտեցումն են կիսում, արտացոլում։ Եվ այսպես Իրան-Իսրայել պատերազմը եւ Թուրքիա։ Իսրայելի հարձակումը տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ Իրաքը, Կատարը եւ անգամ Եգիպտոսը կոշտագույն հայտարարություններով դատապարտեցին անմիջապես։ Առաջին իսկ ժամերին Իսրայելի գործողությունները գնահատելով պրովոկացիոն եւ տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող։ Լուր էր միայն մեկ երկիր։ Այո, Թուրքիան, որը հավակնում է տարածաշրջանային որոշիչ խաղացողի եւ իսլամական աշխարհի առաջնորդի դերին։ Միայն 5 ժամ անց Թուրքիայի արտգործնախարարությունը տարածեց զուսպ, համառոտ եւ ուշացած հայտարարություն։ Անկարան վճռականորեն դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի ավիահարվածը եւ համարում է այն վտանգավոր սադրանք։ Թուրքիան կոչ է անում միջազգային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխարգելելու ուղղությամբ եւ հայտնում է մտահոգություն Մերձավոր Արևելքում հնարավոր արյունահեղության կապակցությամբ։ Սա այն պարագայում, երբ իսլամիստ սուլթանը կոչ է անում իսլամական աշխարհին միավորվել Իսրայելի դեմ, որի հաջորդ թիրախը կարող է լինել Թուրքիան։ Բայց հիմա, երբ Իրանի իսլամական հանրապետության դեմ այսպիսի հարձակում է, թուրքական կողմում այնքան էլ վրդովված չեն։ Թուրքական մեդիան զուսպ է, այն առումով, որ Իրանի դեմ մի քանի դար ձգվող թշնամանքը բացահայտ չի դրսևորվում, բայց իհարկե այսպես ասենք, կաթում է։ İsrail Başbakanı Benjamin Netanyahu Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյախուն ABC լրատվական ալիքի հետ զրուցել եւ ապշելու երկու հայտարարություն աներ։ Hamaney'in öldürülmesi bir iki gün önce gündeme gelmişti. İddia şuydu. Evet. İsrail hafta sonu operasyonel bir şans yakaladı. Hamaney'i öldürmek için. Ortadan kaldırmak için. Առաջինը ասել է, որ Խամենեին սպանելը մի երկու օր առաջ հայտնվել է իրենց օրակարգում։ Նպատակը սա է. Իսրայելը Խամենեին սպանելու մեջտեղից հանելու գործնական հնարավորություն է ստացել, բայց ԱՄՆ նախագահ Տրամպը դրան համաձայնություն չի տվել։ Ասել է՝ մի արեք։ ABC-ն էլ հարցնում է, այս սպանությունը բախումներն էլ ավելի չէր բռնկի, լարվածությունը չէր ավելանա։ Նետանյախուն ասում է, Խամենեի սպանությունը ոչ թե ավելի կբռնկեր բախումները, այլ կմարեր։ Սա նշանակում է, որ İsrail'e բացահայտ հայտարարում է, եթե հնարավորություն ստանա Խամենեին կսպանի. Şimdi bir dakika sana bazı sorularım olacak bu son dakika gelişmesiyle ilgili. Şimdi sayın seyirciler Hamaney denilen kişi İran'ın bir numarası. Մի րոպե Յունուս, հիմա քեզ դեռ հարցեր կլինեն հարգելի հեռուստադիտողներ, Խամենեին, որի մասին խոսվեց, Իրանի թիվ 1 դեմքն է, Իրանի հոգևոր առաջնորդը, Իրանում ամեն ինչ որոշողը նա է։ Խամենեին նաև նա է, ով Էրդողանի երեսին նետեց նրա նախնիների քոչ որ լինելը, բաց տեքստով ասելով, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին, որովհետև հայերի հետ հազարամյակների սահմանը Իրանին պետք է։ Trump eğer Hamaney'in öldürülmesine rıza göstermediyse Եթե Թրամփը Խամենեին սպանելու համաձայնություն չի տալիս, Նետանյախուն Թրամփին հակառակվելով կարող է սպանել Խամենեին։ Öldürme hedefini mi koyuyor kendisine? Şimdi bana göre öyle. Yani Trump eğer bunu gerçekten telefonda reddettiyse yapma. Bir de başımıza Hamaney açma, Hamaney işi açma dediyse Նախ կարծում եմ, որ կանի։ Եթե Թրամփը իրականում հերախոսազրույցի ժամանակ ասել է չանել դա, գլխներիս հիմա էլ Խամենեի սպանությունը մի բեր, եւ Նետանյախուն էլ դուրս է գալիս ABC ամերիկյան ալիքի եթերում ասում է դու սխալ գիտես, սխալ ես մտածում, դա գործերը չի բարթացնի, հակառակը ամեն ինչ կվերջանա, եւ նաեւ պետք է հիշել, որ անցած տարի Նետանյախուն Նյու Յորք էր եկել, այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը հայտարարեց Հեզբոլլահի եւ Իսրայելի միջև հրադադար պետք է լինի, հաջորդ օրը սպանեցին Նասրալային։ Նկատի ունի, որ Իսրայելը սպանեց Հեզբոլլահի առաջնորդ Նասրալահին, նրա հետ Հեզբոլլահի առաջին այլ դեմքերի գլխատեց կառույցը, որը վայելում էր Իրանի հովանավորությունը։ Իհարկե միամտություն է կարծել, թե թուրքական հեռուստաալիքները Խամենեիի հնարավոր սպանությունը քննարկելով լրջորեն մտահոգված են, որ կարող է նման բան լինել։ Իրանի թույլատումը միայն բխում է Թուրքիայի շահերից, բայց եթե Իսրայելը Խամենեիի սպանություն ծրագրելով ցանկանում է ոչնչացնել Իրանի գործող վարչակազմն ու պետությունը, ապա Թուրքիայում պարզ գիտակ
խոսակցում են, որ դրա պոտենցիալ հետևանք կարող է լինել նաև Իրանի տարածքի մասնատումը եւ այդ փշուրների վրա քրդական անկախ պետության ձևավորումը, ինչն անխուսափելիորեն կարթնացնի Թուրքիայի, Իրաքի եւ Սիրիայի քրդերին։ Այս սցենարը բխում է Իսրայելի ռազմավարական շահից, որը վաղուց է քրդական գործոնը եւ քրդական անկախ պետության ձևավորումը դիտարկում Միջին Արևելքի իր համար թշնամական պետությունները թուլացնելու միջոց։ Էրդողանը անկասկած սա տեսնում է պարզ ու հստակ եւ այս պատճառով է, որ փորձում է խուսափել Իրանի տարածքում կտրուկ շարժերից։ Առանց կտրուկ շարժերի, բայց Իրանի ռազմական կենտրոնական ուժի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչվող տելեգրամյան ալիքը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական եւ հսկողության ինքնաթիռները անընդհատ եւ անխափան թռչում են Թուրքիայի ներկա տարածքում, Վանի օդային տարածքում, Իրանի հետ սահմանի մոտ, Իրանի զինված ուժերի օդային եւ ցամաքային գործողությունները որքան հնարավոր է շուտ հայտնաբերելու եւ Իսրայելին հետախուզական տվյալներ տրամադրելու համար։ Էրդողանի ոճով Իսրայելի դեմ հայտարարություն է արել ազգայնամոլ Հայատյաց գորժ գայլերի առաջնորդ Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլետ Բահչելին։ Նա նշել է, թե Իրանի դեմ Իսրայելի այս գործողության իրական թիրախը Թուրքիան է եւ կարծում է, որ Իսրայելին պետք է անհապաղ ստիպել կանգ առնել ուժով, այլ տարբերակ չի մնացել։ İsrail'in terörist yönetimi ülkemizin görüş menzilini kapatmak, terörsüz Türkiye hedefini baltalamak. İsrailի ահաբեկչական ռեժիմը փորձում է ամեն հնարավորություն օգտագործել Թուրքիայի ապագայի տեսլականը տապալելու համար։ Փորձում է խանգարել Թուրքիան առանց ահաբեկչության մեր պլանին, մեր տարածաշրջանը թաղել մթության մեջ։ Թուրքիան առանց ահաբեկչության, այս ֆրազը նշանակում է քրդերի հետ Թուրքիայի սկսած խաղաղության գործընթացը, որի շրջանակում ահաբեկչական հայտարարված քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարեց ինքնալուծարման եւ զինաթափվելու մասին։ Բաչելիի խոսքն արտացոլում է թուրքերի հենց այն վախը, որի մասին նշեցինք քիչ առաջ։ Իսրայելը փորձում է մասնատել Իրանը եւ Իրանի, Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի տարածքների վրա ստեղծել քրդական անկախ պետություն, թուլացնելով, եթե ոչ տապալելով, նշված բոլոր պետությունները։ Ավելի վաղ Էրդողանը եւս նշել էր, որ Իսրայելի թիրախը Թուրքիան է։ İsrail yönetiminin Ես բաց կասեմ, թե Պաղեստինից եւ Լիբանանից հետո Իսրայելի վարչակազմը աչքնուր է դրել։ Bundan sonra gözünü dikeceği yer açık söylüyorum. Bizim vatan topraklarımız olacak. Մեր հայրենի հողերն են լինելու հաջորդը։ Թուրքիայի ներսում Իսրայելի որոշ ընկերների, սիոնիզմի որոշ աջակիցների, կամավոր կամ փողի դիմաց սիոնիզմի պրոպագանդայով զբաղվողների չհասկացածը սա է։ Netanyahu hükümeti Anadolu'yu da içine aldı. Նեթանյահուի կառավարությունը ուտոպիստական երազներ է գցում նաև Անատոլիայի մասին եւ զանազան առիթներով բացահայտում է իր այդ երազները։ İfşa etmektedir. Հիմա Էրդողանի ընկեր Բահչելին, այս երկուսը պարբերաբար թեյում են միասին, հայտարարում է, որ այն, ինչ կատարվում է Իրանում հիմա, քողարկված ուղերձ է Թուրքիային։ Nihai hedef Türkiye'dir diyen Bahçeli, Բահչելին հայտարարել է, որ Իսրայելի վերջնանպատակն է Թուրքիան եւ Իսրայելը զսպելը ԱՄՆ պատմական պատասխանատվությունն է հանուն Թուրքիայի անվտանգության եւ տարածաշրջանային կայունության։ Բայց այս ամենի ֆոնին Միացյալ Նահանգների դաշնակիցներ Իսրայելը եւ Թուրքիան արևելքի այս շուկայում շարունակում են փող շահավետ առևտուրը։ Այնքան շահավետ, որ Էրդողանը Իսրայելին ցեղասպան ու ահաբեկիչ Թուրքիայի համար սպառնալիք կոչելուց հետո անգամ այդ առևտրից հրաժարվել պատրաստ չէ։ Հիմա թուրքական նախագիծ Ադրբեջան։ Քանի դեռ Իրանում Իսրայելի հետախուզության օգտին լրտեսություն անող թուրքերի եւ թուրքական ծագում ունեցող անձանց են ձերբակալում եւ արդեն անգամ կախաղան բարձրացնում, Բաքվից կանխատեսելիորեն փորձում են հայերին մեղադրել լրտեսության մեջ։ Իրանում տրամադրություններ ձևավորել իրանահայերի եւ Հայաստանի դեմ։ Որպես լրտես են ներկայացնում անգամ հայ առաքելական եկեղեցու Իրանի կառույցները, Մեղրիի անցակետի հայ սահմանապահներին, հայ գործարարներին, թե իբր հայերն են տեղեկություններ փոխանցել Իսրայելին Իրանում խոցված թիրախների մասին։ Թեհրանում իհարկե գիտեն իրական լրտեսն ու թշնամին ով է, վտանգը որտեղից է գալիս, որ գողն առաջինն է գոռում, բռնեք գողին։ Բաքուն կարող է այս կերպ փոխել ոչ թե իրանական պետության հայամետ դիրքորոշումը, այլ թուրքալեզու ադրբեջանցիների միջոցով այս նյութը հասցնել Իրանի հանրությանն ու հանրային զայրույթ բարձրացնել հայերի եւ Հայաստանի դեմ, իբր կառավարել այն, ինչ ձևավորվում է Բաքվի դեմ, թեքել սլաքները։
Որովհետև Իրանում հանրային զայրույթը Ադրբեջանի դեմ է, այն էլ երկու ճակատով, այն էլ նախադեպը չունեցող մասշտաբով, նախ հատկապես սոցցանցերում իրանցիները կասկած չունեն, որ հատկապես Թավրիզին հարվածելու համար Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքը ու դրա համար պետք է հաշվեհարդար լինի Ալիևի հետ, պետք է նախ կտրել այն ձեռքը, որը դաշույն է խրում թիկունքդ։ اون حرومزاده‌هایی که همچین پرچمی میذارن پروفایلشون پرچم آذربایجان Դիմում եմ նրանց, ովքեր բարձրացնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները, մտածեք, թե ինչ եք շահում դրանից։ Ես ինքս Արտաբիլի բնակիչ եմ։ Բոլոր հրթիռները, անօթաչուները, որոնք թիրախավորել են Թավրիզը, ձեր կարծիքով որտեղից են եկել։ Պատասխանը պարզ է՝ Բաքվից։ Իմ ընկերներն են տեսել, ինչպես են դրանք հատում սահմանը։ Նրանցից մեկը հենց Արտաբիլի եւ Ադրբեջանի սահմանին է ապրում։ Իր աչքով է տեսել, թե ինչպես են անօթաչուները Ադրբեջանի տարածքից գալիս դեպի Արդաբիլ, Իրանի տարածք։ Մյուս կողմից Բաքվի օկուպանտի եւ նրա հովանավոր սուլթանի պանթյուրքիզմի ակտիվիստների դեմ զայրացել են իրենք, Իրանի թյուրքական ծագում ունեցող քաղաքացիները, որոնց Ադրբեջանը եւ Թուրքիան մշտապես օգտագործել են որպես գործիք Թեհրանի դեմ, բայց հիմա թողել են Իսրայելի ավիահարվածների տակ։ Բաքվի տասնամյակների աշխատանքը Իրանի այս քաղաքացիներին իր վերահսկողության տակ պահելու ուղղությամբ այս օրերին ջուրն է ընկնում։ Բոլորի չէ Պարչամ Ադրբեջանը Փարիզի ստադիոմը։ Ադրբեջանի դրոշներն եք բարձրացնում, երբ ձեզ ասում ենք ձեր երկրի Իրանի դրոշները բարձրացնեք, պատասխանում եք ոչ, մենք ազգությամբ թուրք ենք։ Bizden öz bayrağımızdan sahip çıxın. Yox, biz millət-i Türk'ük. Və bizdə 5 gündür Təbrizə Ərdəbilə 5 օր շարունակ հրթիռակոծվում է Թավրիզը, Ուրմիան, Արդաբիլը, զոհեր ունենք։ Այդ մարդիկ ուր են, ինչու ձայները դուրս չի գալիս։ Ասում եք մենք թուրք ենք։ Ալիևից ինչու ձայն դուրս չի գալիս։ Sıxmır, millət-i Türk. Niyə birindən səs sıxmır? Ալիևdən niyə səs sıxmır? Բաքվում կանգ առնել չեն պատրաստվում, մինչ Իրանը ներքաշված է Իսրայելի դեմ ծանր պատերազմի մեջ, Բաքվի կողմից ֆինանսավորվող եւ Իրանի ներսում պանթյուրքիզմ քարոզող Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման առաջնորդներից Չեհրեգանին կոչ է արել Իրանի թյուրքախոսներին զինվել եւ դուրս գալ ազատագրական պայքարի, որովհետեւ կա հավանականություն, որ Իրանի իսլամական վարչակազմը կարող է տապալվել։ Այս անձը իհարկե գործածում է մոլլաների ռեժիմ եզրը։ Չեհրեգանին եղել է Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավոր, այժմ գտնվում է վտարանդիության մեջ եւ Բաքվի պետական հեռուստաալիքների ամենասիրելի հյուրերից է։ Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Telegram-ի իր ալիքում ամբողջությամբ թարգմանել եւ ներկայացրել է նրա տեսաուղերձը։ Hazır olmalıyıq. Lütfen bütün hatta o çıkmaz küçelerde, bombeslerde, üçlü, beşli, 15'li evlerde Մենք պետք է պատրաստ լինենք։ Ես խնդրում եմ, որ մեր հերոսները համախմբվեն 3, 5, 10 կամ 15 հոգանոց խմբեր կազմեն եւ միանան իրար բոլոր քաղաքներում, ավաններում եւ գյուղերում, անգամ լեռնային ամենափոքր գյուղերում, քաղաքների բոլոր թաղամասերում, փողոցներում, նրբանցքներում եւ նույնիսկ 3-ից 5 տուն ունեցող փոքր փակուղիներում մեր ազգը պետք է պատրաստ լինի եւ միավորվի, որովհետեւ արժեվում կարող ենք ունենալ շատ զգայուն օրեր։ Մեր զանգվածները, խմբավորումներն արդեն իսկ զինված են եւ հայտարարում են, որ մենք Իսրայելի կողքին ենք եւ պատրաստ ենք պայքարել Իրանի դեմ։ Պատրաստեք ձեր դաշույնները, դանակները, ծակող, կտրող գործիքները եւ ունեցած բոլոր սառը զենքերը եւ հնարավորության դեպքում զինվեք նաեւ ավտոմատներով եւ ատրճանակներով։ Արժեվում ունենք վճռական օրեր։ Շուտով հաղթանակը մերն է լինելու։ Gəmələrinizi, xəncərlərinizi, soyuq silahlarınızı hazırlayın. Այսքանից հետո են հայրին մեղադրում լրտեսության եւ Իսրայելին օգնելու մեջ։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Մեհմեդ Փոլաթել, ցեղասպանագետ Թուրքիայից, որն ուսումնասիրում է հայոց ցեղասպանության ամենազգայուն հարցերից մեկը։ Ինչպես ելույթ թուրքերը ցեղասպանված հայերից խլեցին նրանց հարստությունը, եկեղեցիներից մինչև վանքեր ու գերեզմաններ, գործարաններից մինչև տներ ու կալվածքներ, ու ինչպես դա բաշխեցին թուրքերի միջև, ձևավորելով հանրային համաձայնություն, հանրային շահ հայերի զանգվածային սպանության շուրջ։ Բանաձևը պարզ էր։ Հայերին սպանելը հավասար էր թուրքերի հարստանալուն։ Կարևորագույն հարցը՝ կա ներկայում հնարավորություն, որ Թուրքիան կվերադարձնի հայերից խլված հարստությունը, եւ ցեղասպանագետը բացատրում է. Թուրքիայի ժխտողականության պատճառը ոչ միայն փոխհատուցման վախն է,
այլև այն, որ այժմ Թուրքիայի կառավարությունը տեսնում է, չկա անհապաղ անհրաժեշտություն ընդունելու կամ ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան որևէ պատճառ չունի դա անելու համար։ Շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար եւ դուք Հայաստանում մասնակցում եք հայոց ցեղասպանության մեկ դարը, ժառանգություն, մարտահրավերներ եւ ապագա խորագրով գիտաժողովին։ Նախ խնդրում եմ ներկայացնել ձեր զեկույցի հիմնական թեզերը։ Sure, first of all, I'm very honored to be here, at the Armenian Genocide Museum Institute. Նախ եւ առաջ ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ, հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Քանի որ սա շատ կարևոր միջոցառում է, նվիրված հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ես այստեղ ներկայացնում եմ գույքային հարցերը, ցեղասպանության ժամանակ խլված սեփականությանն առնչվող հարցերը։ Երբ առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց, մոտ 300,000 հայ եւ հույն փորձեցին վերադառնալ Օսմանյան կայսրության տարածք, իրենց տները, տեր կանգնել իրենց ունեցվածքին։ Եվ իհարկե խլված գույքի վերադարձի պահանջը, սա նշանակում է համայնքային շենքերի եւ մասնավոր տների վերադարձի պահանջը, դարձավ վիճելի, դարձավ վերադարձի հնարավորության կենտրոնական հարցը։ Իմ ուսումնասիրությունը կենտրոնացած է պատերազմից հետո ստեղծված երկու հաստատությունների վրա։ Առաջինը հայ-հունական բաժինն է, ստեղծված Թուրքիայում բրիտանական դիվանագիտական առաքելության Բրիտանիայի բարձրագույն հանձնակատարի կողմից, որը գործել է Ստամբուլի Պոլսո հայոց պատրիարքարանի հետ։ Եվ մյուսը գույքային պահանջների խառը հանձնաժողովն է, որի կարևորությունն առանձնահատուկ է, նույնպես ստեղծվել է Բրիտանիայի բարձրագույն հանձնակատարի կողմից, բայց նաև դրա աշխատանքին ներգրաված է եղել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարությունը։ Կարող ենք անգամ ասել, որ այս հանձնաժողովը ձևավորվել է Բրիտանիայի բարձրագույն հանձնակատարի եւ Օսմանյան կայսրության կողմից։ Ձեր կարծիքով այս հարցերն այսօր արդիական են, ցեղասպանված հայերի գույքի վերադարձն այսօր իրատեսական է։ There is an opportunity that they can get their property back, their stolen property. There is, in your opinion, a problem. Yeah, it was my opinion that there was an opportunity for the restitution. Այո, իմ կարծիքով պատերազմից հետո կար փոխհատուցման հնարավորություն, քանի որ Բրիտանիայի բարձրագույն հանձնակատարը դաշնակից ուժերը, ինչպես նաև որոշ օսմանյան պաշտոնյաներ գիտեին, որ այդ գույքը, սեփականությունը, կալվածքները պատկանում են հայերին եւ հույներին, եւ դրանք բռնի կերպով խլվել են ցեղասպանության ժամանակ։ Ուստի նրանք պետք է այդ կալվածքները վերադարձնեն հայերին, փրկվածներին։ We know very well the current position of the Turkish government and Մենք շատ լավ գիտենք Թուրքիայի իշխանությունների ներկա դիրքորոշումը։ Ինչու է այսօրվա Թուրքիան շարունակում ժխտել հայոց ցեղասպանությունը։ In your opinion, why Turkey is keeping on its denial policy? Because Եթե Թուրքիան պարզապես ուզում է փակել այդ թեման, ապա առաջատար ցեղասպանագետներից միջազգային իրավունքի մասնագետներից օրինակ Melanie O'Brien-ը նշում է, որ Թուրքիան կատարվածն ընդունելով easier for Turkey just to accept it and then it will be ավելի արագ կփակի այդ հարցը։ Ինչու Թուրքիան չի կարող դա անել եւ ինչու է արդեն 110 տարի կարճած ժխտողականության քաղաքականությունից։ And keeping on its denial policy. Yeah, unfortunately this is of course a very fundamental question of the denialism in Turkey. And as you may remember, Hamid Bozarslan talked about Դժբախտաբար, սա Թուրքիայի ժխտողականությունը ֆունդամենտալ հարց է։ Պատմաբան Համիդ Բոզարսլանը ներկայացնելով թուրքական ազգայնական գաղափարախոսությունը, սկսած Սուլթան Աբդուլհամիդից մինչև ներկա կառավարությունը, նշում է. խնդիրն այն է, որ այս ժխտողականությունը թուրքական ազգայնականության գաղափարախոսական հիմնաքարային մասն է, քանի որ երբ ցեղասպանության հարց նորակարգ բերվեց, սկսեց քննարկվել, ազգային շարժման վերելքը դարձավ որոշիչ փոխհատուցման եւ վերադարձի փորձերի դեմ։ Թուրքական ազգայնական շարժումն օգտագործեց կատարվածի մասին քննարկումը, որպես հնարավոր հետևանք փրկվածների վերադարձի հավանականությունը, տեղի մուսուլման բնակչության աջակցությունը ստանալու համար։ Եվ իհարկե այդ մուսուլման բնակչությունը փորձեց պահպանել իր խլած ունեցվածքը, այդ կերպ իրականում աջակցելով թուրքական ազգայնական շարժմանը։ Երկու կողմի հասարակ թուրքերի եւ ազգայնական առաջնորդների համար սա շահեկան վիճակ էր։ Գալով ներկային, կարծում եմ, որ այժմ Թուրքիայի կառավարությունը տեսնում է, որ չկա անհապաղ անհրաժեշտություն ընդունելու կամ ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Նրանք, այսպես ասենք, որևէ պատճառ չունեն դա անելու համար։ Իհարկե կա մարդասիրության հարցը։ Նրանք պետք է ճանաչեն, բայց they didn't see any let's say reason
historical events. Yeah, of course there's a humanitarian reason. There are, of course, they should recognize it, but they are demanding from the Armenians. Նրանք պահանջում են, որ հայերը հայկական սփյուռքը Հայաստանի կառավարությունը լռեն, չմեղադրեն թուրքերին եւ Թուրքիային ցեղասպանություն իրագործելու մեջ։ Ինչու՞։ It's because it's because of the political reasons, because they Այո, քաղաքական պատճառներով, քանի որ Թուրքիայում տեսնում են արտասահմանում հայկական սփյուռքի ուժը որոշ չափով հարվածում է Թուրքիայի հանրապետության բարոյական դիրքերին, բարոյական կերպարին։ Թուրքիայի իշխանությունը քննադատում է Իսրայելի կառավարությանը Գազայում գործողությունների համար, ասում են, որ դա ցեղասպանություն է։ Քննադատում են Չինաստանին, մեղադրելով ուйղուրների էթնիկ զտումների իրագործելու համար։ Բայց երբ հերթը հասնում է Թուրքիային, Թուրքիայի պատմությանը ամեն ինչ շրջվում է գլխի վայր։ Հակասություններ են ստեղծվում, հարցեր են բարձրանում։ Ահա թե ինչու է ցեղասպանության ճանաչման հայերի պահանջը խնդրահարույց Թուրքիայի թուրքական կառավարության բարոյական դիրքի համար։ Ահա թե ինչու է դա նրանց համար մի տեսակ զգայուն հարց։ Վերադառնալով ժողովրդավարության պատճառներին եւ հիշելով նաեւ ձեր հոդվածներից մեկը, որում ընդգծել էիք, որ երիտտ թուրքերը հայերից խլված ունեցվածքից բաժին հանեցին նաեւ սովորական քաղաքացիներին, որպեսզի կատարված սպանությունների շուրջ լինի հանրային համաձայնություն։ Ցեղասպանությունը ժխտելը պայմանավորված է փոխհատուցման վախով, որովհետեւ նույն այդ հոդվածում դուք նաեւ նշել եք, որ հայկական խլված ունեցվածքը, հայերից խլված հարստությունը, գործարանները, խանութները ծառայում են որպես նախնական կապիտալ նորածին թուրքական բուրժուազիայի հանրապետական Թուրքիայի տնտեսության համար։ Հնարավոր է, որ Թուրքիան նաև այս պատճառով է ժխտում ցեղասպանությունը։ Այս հարցերն իհարկե փոխկապակցված են։ Թուրքիայի հիմնական վախը իհարկե փոխհատուցումն է։ Քանի որ մենք խոսում ենք շատ մեծ կալվածքների, տների, եկեղեցիների, վանքերի մասին։ Հրանտ Դինք հիմնադրամը մշակութային ժառանգության նախագիծ ունի, որում նշված են քրիստոնյաներին եւ հրեաներին պատկանող ավելի քան 10,000 համայնքային շենքեր։ Եվ իհարկե հայ համայնքին պատկանող ավելի քան 4,000 գույքի մասին է նշված։ Այդ գույքը պահանջելը բավականին մեծ հարված կարող է լինել, եւ դուք ճիշտ եք նկատում, փոխհատուցման ռիսկը նշելով որպես ժխտողականության պատճառ։ Փոխհատուցման մասով պետք է ավելացնեմ, որ նրանք երբևէ չեն վերադարձնի այդ գույքը։ Գուցե լինի ոչ թե ունեցվածքի վերադարձ, այլ մի փոքր դրամական փոխհատուցում, բայց պայմանով, որ ցեղասպանություն տերմինն անգամ չօգտագործվի։ Թուրքիան այո կարող է ընդունել, որ հայերը սպանվել են առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում եւ կարող է որոշ ֆինանսական փոխհատուցում տալ, բայց ոչ ավելին։ There is a special month for Armenians, the month Ararat. Հայերի հայկական ինքնության համար կարևոր լեռան Արարատի վերաբերյալ, որը ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, Թուրքիայում որևէ հատուկ նշանակություն չունի։ Ուղղակի մի լեռ է ու վերջ։ Եվ ահա ամիսներ առաջ Թուրքիայից լրագրողներ էին եկել Հայաստան, նրանցից մեկը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել ու տեսել, որ այստեղից երևում է Արարատը։ Վրդովվել էր, թե ինչու են հայերը ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կառուցել այսպիսի վայրում, որ հայացքները լինի դեպի Արարատը։ Հայաստանի վարչապետ Փաշինյանն է առաջարկում նայել մեկ այլ լեռան, Հարագածին, ոչ թե հայկական ինքնության համար կարևոր առանցք համարվող Արարատին, եւ պարզ է, որ սա չէր անի, եթե Թուրքիայից ճնշում չլիներ այս մասով։ Կարող եք բացատրել Թուրքիայի այդ վրդովմունքի, ճնշումների պատճառը։ Yeah, of course, when I came, it's my first time to be in Yerevan. I'm always Ես 4-րդ անգամ եմ Երևանում։ Ուրախ եմ այստեղ լինել եւ հատկապես միշտ այցելում եմ Հայոց ցեղասպանության թանգարան հուշահամալիր։ Կարևոր է հարգել փրկվածների եւ զոհերի հիշատակը եւ իհարկե այստեղ ամենուր պարզ տեսանելի է թե որքան կարևոր է Արարատը Երևանի հայ ժողովրդի համար։ Նշում եմ Երևանի, որովհետեւ այստեղ Արարատն ամենուր է։
Որ կողմից նայես երևում է, որտեղից էլ չի երևում, նկարներին է, մարդկանց տներում, պատերին կախված, բայց Թուրքիայի, թուրքական պետության եւ կառավարության համար այն այո, սովորական լեռ է, բայց Թուրքիայի տարածքի մի մասն է, այդ պատճառով են ասում իրենց լեռն է։ So, last question. We have normalization process between Armenian and Turkish government now. Եվ իմ վերջին հարցը։ Հիմա կարգավորման գործընթաց կա Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Իհարկե ոչ ոք թշնամանք ու պատերազմ չի ուզում, բայց կարծում եք հնարավոր է ունենալ նորմալ հարաբերություններ Հայաստանի եւ Թուրքիայի միջև, հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, այն, որ Թուրքիայի նախագահը հայտարարեց կատարվածում Թուրքիայի ուղիղ ներգրավվածության մասին։ Մենք ինչպես Ղարաբաղ մտանք ֆրազով, Հայաստանի տարածքով այդ Զանգեզուրի միջանցքի պահանջը կա, կարծում եք իրական կարգավորում հնարավոր է, թե այս գործընթացը Թուրքիայի համար միջոց է Հայաստանից ավելին ստանալու համար։ Under all these conditions, do you believe that it's a real normalization process or this is a way for Turkey to get something more from the Armenia? Yeah, right now considering the foreign policy of the Turkish government towards their neighbors, yeah, it's kind of I'm not sure about. Այս պահին հաշվի առնելով թուրքական կառավարության արտաքին քաղաքականությունը հարևանների նկատմամբ վստահ չեմ նորմալ կարգավորման հարցում։ Իրական կարգավորում այս պայմաններում իրատեսական չեմ համարում, բայց ես միշտ հավատացել եմ, որ կարևորը ժողովուրդների, այլ ոչ թե պետությունների միջև փոխազդեցություն ստեղծելն է։ Եվ ես կարծում եմ, որ եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա լավ կլինի։ Մենք կկարողանանք շփվել միմյանց հետ, կարող ենք նորմալ հարաբերություններ ստեղծել հայերի, Թուրքիայի հայերի, քրդերի եւ թուրքերի միջև։ Սա է կարևորը։ Թուրքիան պնդում էր, թե սահմանը փակ է պահում Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Հիմա նրանք վերցրել են Լեռնային Ղարաբաղը, բայց սահմանը փակ են պահում։ Թեև հայկական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է սահմանը բացելու ցանկության մասին, անգամ գործնական քայլեր է արել Մարգարայի անցակետում։ Kind of international relation related question. I don't know why I was really optimistic about the opening of Ես իսկապես լավատես էի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո սահմանների բացման հարցում, բայց մի փոքր զարմացա, որ նաև պատերազմից հետո սահմանը չբացվեց։ Գուցե պատճառը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև հարաբերություններն են։ Գուցե Ադրբեջանը չի ցանկանում, որ Թուրքիայի իշխանությունները բացեն Հայաստանի հետ սահմանը, բայց ես հավատում եմ, որ դա հնարավոր է, որ Թուրքիան կբացի սահմանը եւ որ մենք կկարողանանք լավ հարաբերություններ ստեղծել ոչ միայն պետությունների, այլև ժողովուրդների միջև։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։